Հիմա փորձելու եմ այս իմ խոսքը տանել ուրիշ ուղղությամբ։ Փորձելու եմ այս խոսքը օգտագործել, իբր թե ընդդիմությունը միասնական չէ։ Ոչ, այս խոսքը դրան չի վերաբերվում։ Այս խոսքը նրան է վերաբերվում, որ այն 8 թեկնածուներս, ընդդիմադիր թեկնածուներս, այստեղ պիտի ոչ թե առաջնորդվենք մեր անձնական ամբիցիաներով, որ ես եմ այստեղ, ես եմ ասողը։ Ոչ մեկը այստեղ ասող չեն։ Ոչ մեկը չփորձի իրար այս քաղաքի մեջը ասողի տեղ դնել։ Այստեղ ասողը գյումրեցին է։ Քանի գյումրեցին իր խոսքը չի ասել, ոչ մեկը չփորձի իրեն ասողի տեղ դնել։ Եվ գյումրեցին իր խոսքը ասեց, և գյումրեցին գնաց խծիկի մոտ, իր քվեարկությունը արեց ու իր ընդրությամբ տվեց մեզ ամեն մեկից մեր քվեն, յուրաքանչյուր թեկնածու է ժամանակ։ Ես ասեմ, ոչ մի անձնական խնդիր չի կարողանալու ավելին լինել կամ պետական շահը կամ պետության շահը ինձ համար։ Այս երևույթը չի վերաբերվում իմ և Արտակ Ղուկասյանի անձնական հարաբերություններին։ Դա պետության շահի թեմը երկրորդ հարց է։ Մեր անձնական հարաբերությունները, մեր քաղաքական, մեր ապրած կյանքը, դա մերը է, դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Ոչ մեկը չի տեղավորվում այդ հարցերի մեջ։ Սա քաղաքի խնդիր է։ Սա քաղաքի հարց է։ Եվ յուրաքանչյուրը պիտի հասկանան, գիտակցեն։ Իրականում իշխանությունը կառնված է իրար, որովհետև իշխանությունը գիտե։ Իշխանությունը միայնակ է այս պրոցեսների մեջ, մենք 8 հոգի ենք։ Իշխանությունը խնդիր ունի համախմբում կազմակերպելու, որովհետև մարդիկ 8-ից 8-ն են ասել են, որ չեն միանալու։ Խնդիր ունի, չի կարողանալու 50% հավաքի։ Այսինքն, այսօրվանից իրանք գիտեն, մաքսիմում թող ունենա 25-30% ձայն։ Չկա մարդ, որ դեր իշխան ունեցավ, լավ։ Կարևորը միացող չկա իրանք։ Իսկ ընդդիմությունը այսօրվանից արդեն բոլորս գիտենք, որ քաղաքում հաղթած է։